Ողջույն բոլորին, առավոտ է, շատ շոգ և ես գնում եմ դասի, բայց մինչ դասի գնալը, քանի որ առավոտ շուտ եմ տանից դուրս եկել, պետք է պարտադիր սնվենք, որպեսզի ուժ ունենանք մի քանի ժամ սերտելու։ Այստեղ իմ սիրած աճարականն եմ վերցրել, շատ համեղ էր։ Եթե չշտապեի կարելի էր թրջվել, որովհետև այնքան շոգ է։ Մեկ րոպեանց չոր կլինես հաստատ։ Դասը ավարտվեց, հիմա հետ եմ գնում տուն, շատ շոգ է։ Ընտրում եմ մի հատ բացօթյա սրճարան, որտեղ խմեմ եմ սովորական, ավանդական դառը սև սուրճ, բայց քանի որ Երևանի թերի կողմերից մեկը է դա, Երևանի սրճարաններում գրեթե շատ տեղերում սովորական դառը սև սուրճ ուղղակի չեն տալիս, նոր մտել էի այդտեղ անունը չտեսա, չհարցրի, պարզապես հարցեցի, եթե կա դառը սև սովորական, ապա ես նստում եմ, եթե ոչ, դուրս եմ գալիս, չունեին, как всегда, ինձ հետ շատ է լինում, երբ ինձ պետք է հենց դառը սև սուրճ խմել ինչ-որտեղ, չունեմ, ես դրա խաթի դուրս եմ գալիս, որտեղ ստանել չեմ կարողանում, ոչ կապուչինո, ոչ լատե, այն ամեն ինչ կապված է կաթնային կաթի հետ, ես չեմ սիրում ուղղակի։ Պես հիմա տեսնենք որտեղ ենք նստում։ Իմ տարօրինակ կողմերից եւս մի բան պատմեմ։ Փաստի մասին ես չեմ սիրում ծաղիկներ։ Եվ չեմ սիրում հետևաբար ծաղիկներ նվեր ստանալ։ Ես կարծում եմ ամեն բան պետք է լինի իր տեղում, ծաղիկները բնությանն են պետք, ինչի համար փոքր, հատկապես երբ դա քեզ չի երջանկացնի, ես դուրս չի գալիս, իրոք ծաղիկներ ոչ էլ տանը պահելու են գարշոբով տարօրինակ մարդ։ Ես այն պողոտայով վաղուց չէի քայլել, կողքով շատ եմ անցնում, բայց չէի քայլել, որոշեցի այստեղ կարծեմ սորիսո կա, ամ չէի խանալ, կտեսնենք որտեղ են տալիս սև ավանդական սուրճ։ Եվ վերջապես ամբողջ հյուսիսային պողոտամբողջի տակտալուց հետո գտա իմ տեմպոն, որտեղ կարիմ ուզած սուրճը և անմահական տիրամիսու, որի հետևից ես հաստատ էլի եմ գալու, շատ նմանեմ է սրճարանի, թե համաստեղի։ Ողջույն աղջիկներ, այս քանի օրանորից զբաղված եմ, խառն եմ, վլոգներ տեղադրել չի ստացվում, չնայած որ կադր մի քանի հատվածներ նկարել եմ մի քանի օրերի ընթացքում։ Հիմա այդպես որոշեցի այսօր վերջնական ավարտեմ վլոգը, հիմա գնում ենք առևտրի։ Գնամ գամ, գնումները ցույց կտամ, համել մի անգամից երեխաներին պարտեզից կվերցնենք, կգանք։ Ու այդպես երևի թե կավարտեմ ու կտեղադրեմ, որպեսզի ձեր շատ զբաղացնեմ, ում շաբաթական գոնե 2 անգամ հասցնեմ տեղադրել,
Անելիքները շատ են գիտեք արդեն ասել եմ, բայց չեմ հասցնում նկարել այդ ամեն ինչը, հարմար չի լինում անընդհատ կողքից աղմուկը երեխաների ես կողմանկում։ Մի խոսքով կհանդիպենք։ Այստեղ մեր փոքրիկ կուկուի համար պատրաստում ենք կաշա։ Այս ռուտանյանյայի կաշաներն ենք օգտագործում։ Առավոտյան ժամերին շատ հարմար է, երբ որ քնից արթնանում է, արագ ինչ-որ բան պետք է ուտի և չես կարող արագ պատրաստել, քանի որ արագի դեպքում հարմար է շատ սա, առավոտյան միայն, կամ երբ որ ինչ-որ տեղ եմ գնում, հետս վերցնում եմ։ Մի ընթացք ուտում էր սրա պյուրեները մրգային, այդ վերջերս սկսել եմ էլ չգնել, որտև զգացի, որ չի ուզում, ստիպելով եմ տալիս։ Շորերիդ հել է լավ հակից հոտ մտանում, բայց չես քնելու հիմա։ Հիմա գնում ենք խանութ, մի քիչ առևտուր անենք, հետո գնանք քուրիկների հետևից, կգանք նոր միասին բաբայք անեն, ինքն ու Էվան, կքնեն։ Կամ էլ կգնանք մոլ երևի, թե չգիտեմ, տեսնենք ոնց կստացվի։ Կուկու, այհա բարև, ջույս, ես, իվետանեմ, ես իվետանեմ, աղջիկներ, որ են վերադարձել խանութից, արագ ցույց տամ գնումները ու երեխեքին հերթով տեղավորեմ, այստեղ ունենք և տնտեսական առևտուր, չոպիկներ, շիշ, իմ ֆիթնեսի համար հավելում եմ կցնելու, այստեղ վերցրել եմ նորից դեզադոր, որտև անհոտը չհավանեցի, միցիլյար ջուր և սա, սրանք սովորելու համար այնտեղ որ տանեմ հետս պրակտիկաների համար, շամպույն և այս ինչ անում բալզամ, շատ արտադիր չի ծուսում, կատ պանիր, տավարի աղացած միս, եթե ժամանակ ունենամ տոլմա կպատրաստեմ, սա աղցանը արագի համար հիմա ուտելու, որովհետև շտապում եմ ու սոված եմ չեմ հասցնում պատրաստել թթու վարունգ և բնական հյութ, իբր թե բնական այստեղ բարմիա նման բաներ էին, մեկն ճանապարհին բացվել է արդեն, երշիկ զեթուն, անկորիզ, մաշ, նավր, ձու, լավաշ, սենդվիչի տոստի հացեր, դնում եմ էլի սարսափիկում, սարսափում հարմարա, այս իչինա, այստեղ մի քանի խոզինից ջեռոց դնելու համար, մի քանի կտոշա նկատում եմ, այս ֆիստիվեցի արդեն, սա արդեն բացված պանիր, աղցանի համար ես շատ սիրում եմ կրաբի կանեչկաներ, այստեղ ունենք կանաչիներ, խնձոր, այս նոր խնձորները շատ լավ են և հիվաց, լավ մեծեր, այստեղ ինչ ունենք, մի քանի եգիպտացորեն, կիտրոն և ավոկադոներ, որոնք որ ես այս վերջին ընթացք ընդհանրապես ոչ մի տեղից նորմալ չեմ կարողանում գտնել, շատ եմ սիրում ավոկադո, կարող եմ օրը 4 հատը, այսպես ուղղակի մաքրեմ կծելով ուտեմ առանց որևիցե բանի, շատ եմ սիրում, բայց այնքան էլ հաջող չէր, մի կերպ գտա մի խոսքով, այսքան մեկնումները, կմիանամ, եկա, երկուսին քնացի, աղջիկներիս հիմա արագ մի հատ ես մի բան ուտեմ ոտքի վրա, ժամանակ չունեմ, բոլոր վլոգների մեջ ես օգտագործում եմ այդ արտահայտությունը, ժամանակ չունեմ, արագ սենց ոտքի վրա ուտեմ, դասավորեմ առևտուրը և սուրճ եմ ուզում դնեմ, միասին խմենք,
Հետո էլ ինձ ասում են ինչի ես այդքան նիհարում, ոչ չնիհարեմ հրաչ ջան, որ ոտքի վրա եմ սնվում արագ, ոնց, մաքրեմ տեսքով եմ դինում։ Ուզում եմ այսօր տոլմա պատրաստել, եթե ժամանակսների, եթե հավես ունենամ, ընդհանրապես ես խոհանոց սիրում եմ, խոհանոցում պատրաստել թողուբողը, տան գործերն եմ սիրում, բայց եթե այն մարդուկները ինձ չխանգարեն, մարդուկ դու գնա քո սոկը խմի։ Իդեպս իմ դինամիկը միշտ խոհանոցում է, ինքը միշտ երգում է, պարզապես հիմա նկարելուց YouTube-ը թույլ չի տա, երաշտության ներքո, կանջատի հոլովակը։ Փաստորեն այսօր մենք սուրճը իրար հետ չենք խմի, որովհետև ես գնում եմ խմեմ հարևանուհուս հետ, չհասցրեցի դրնեմ։ Եկել էի նկարեի, որ միասին դնեմ նստենք սրճենք, բայց ինձ զանգեցին, կանչեցին սուրճ խմելու։ Ես հիմա երեխաները քնած են, կմիացնեմ վիդեոնյանյան, ինձ հետ կվերցնեմ։ Ու կգնամ։ Իդեպ արդեն ժամը քանիսն է լինում։ Ուղիղ ժամը 3-ն է ու ես առավոտից հասցրել եմ 2 հատ արդեն խմել։ Երրորդը հիմա մի հատ էլ երեկոյան կողմ 6-ի կողմերը կխմեմ։ Իդեպ մինչև երեխաների ծնվել է, ես սուրճ խմել եմ ընդամենը օրական 2 անգամ ու նշեցի չէ, որ միայն խմում եմ սովորական դառը սև ավանդական սուրճ, ուրիշ ոչ մի տեսակի։ Բայց հիմա նույնիսկ եթե ես խմեմ վերջին սուրճը երեկոյան ժամը 8-ին 9-ին, միևնույն է այնքան լավ եմ քնում։ Այնքան հոգնած եմ լինում օրվա վերջում սպառված, որ այդ ինձ ուղղակի չի խանգարում։ Ես շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք ու իդեպ շնորհակալ եմ շատ իմ հին նախկին հետևորդներին, որ իրանք նորից միացել են ինձ ու զարմացած եմ, որ հիշել եք ինձ, որովհետև 3 տարի է անցել, կարծում էի մոռացած կլինեք։ Հաճելի է շատ, ինչ խոսք, հաճելի է ձեր լավ մեկնաբանությունները, շնորհակալ եմ։ Կհանդիպենք հաջորդ վլոգում, բայ։ So far
when you feel lost in your shadow. Don't feel alone, don't scream so loud. We are living in this cruel